Դուք դիտում եք իրականում ծրագիրը, բարև ձեզ։ Ինչպես եւ միշտ մեր հաղորդման ընթացքում կփորձենք փաստերն ու երևույթները դիտարկել տարբեր հարթություններում, որպեսզի պարզաբանենք իրականությունը։ Իսկ իրականությունն այսօր հետևյալն է. ընտրությունների նախաշեմին Գյումրիում քաղաքական հասարակական կյանքում նոր խմորումներ եւ ձևավորումներ են տեղի ունենում։ Ինչ կտան այս տրանսֆորմացիաները սովորական քաղաքացուն։ Կփորձենք պարզաբանել այսօրվա ընթացքում։ Մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր տաղավարում իմ զրուցակիցը Գյումրու ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է, ով նաև հանդիսանում է Գյումրի օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Մենք այսօր ձեզ տաղավար ենք հրավիրել, որպեսզի խոսենք քաղաքը մերն է քաղաքացիական հասարակության այդ նախաձեռնության մասին։ Չնայած այն հանգամանքին, որ դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ այս նախաձեռնությունն ու գաղափարը նոր չէ, որ սկիզբ է առել, բայց այնուամենայնիվ կուզենայի սկսենք հենց ակունքներից։ Վստահ եմ, որ շատերն արդեն տեղյակ են, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան եւս մեկ անգամ լսել եւ ինչու՞ չէ նաեւ ծանոթանալ։ Ինչն է նպատակը եւ ինչու հենց հիմա։ Շնորհակալություն հրավերի համար, դեռ 2 ամիս ժամանակ կունենանք հանգամանորեն ներկայացնելու, ինչ ենք ուզում անել, բայց այսօր որպես սկիզբ ազդարարվեց այդ հռչակագիրը, որով 70-ից ավելի մարդիկ գյումրեցիներ, համախոհներ հայտարարեցին, որ ուզում են արմատական բարեփոխումներ տեսնել քաղաքային կյանքում եւ քաղաքացիների կյանքը պիտի արմատապես բարելավել։ Այնինչ ունենք մեր քաղաքում բոլորովին չի սազում գյումրեցուն եւ մեզ պետք է վերականգնել Գյումրվա վաղեմի փառքը եւ հեղինակությունը։ Քաղաքը 24 տարվա ընթացքում կորցրել է իր բնակչության կեսը։ 110-120 հազար մարդ հազիվ հաշվվում է քաղաքում։ Աղքատությունը քաղաքում պաշտոնական տվյալներով հասել է 47%-ի, անօթևան ընտանիքների թիվը 6000 է եւ իշխանության լավատեսական սցենարներով անգամ 4000 քանի 100 ընտանիք մնալու են անօթևան, եթե անգամ այս բոլոր բնակարանները վերջնական կերպարանք ստանան ու շահագործման հանձնվեն։ Գործազրկության բարձր տոկոսը, արտագաղթը, փողոցների մեծ մասի, բակերի մեծ մասի քարուքանդ ավերակ վիճակը, բարոյ հոգեբանական մթնոլորտը էականորեն նվաստացնում է գյումրեցուն եւ շատ-շատերը, այդ թվում նաեւ մենք, տարիներ շարունակ դիմանալով, յոլա գնալով, կարծես թե դժբախտաբար վարժվել ենք այս իրադրությանը եւ ոչինչ չի փոխվելու, ցուկը գլխից է հոտած, այս տեսակ բացատրությունները իրականում ոչինչ չեն կարողանում փոխել։ Պարոն Բարսեղյան, եթե 24 տարիների ընթացքում նման ահագնացող վիճակ է եղել, ինչու հիմա միայն արձագանքել։ Ներողություն։ Ես կոնե այն մարդկանցից եմ, ով 92 թվականից աշխատելով Ցայ, Գապաշանտ հեռուստաընկերություններում, ապա հասարակական գործունեություն վարելով մշտապես 20 տարի շարունակ ես խոսել եմ այդ մասին, հարյուրավոր ռեպորտաժներ, փաստավավերագրական ֆիլմեր, ինտերնետային հրապարակումներ, ես դրանց տերն եմ եւ մարդկանց նոր չէ որ ես դա ասում եմ։ Այսինքն 24 տարի պետք է ասել, այնուհետև հասարակությունը զարթոն կապրի։ Սպասեք, կար հասարակ մտահոգություն։ Շատ մենք այս մասին խոսել ենք ընդհանրապես փակ ընկերական շրջապատում մոտավորապես 13-12 տարի առաջ 2000 թվականից սկսած մոտավորապես։ Երբ որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ թեպետ ինչ-ինչ բաներ արվում են քաղաքում, միջազգային, պետական միջոցներով, ինչ որ բաներ նորոգվում են, անօթևաններին բնակարաններ են տրվում, բայց քաղաքի վիճակի արմատական փոփոխության սա չի բերում։ Քաղաքը չի սկսում սրանից զարգանալ, աղքատությունը նվազել, գործազրկությունը նվազել, ներգաղթ տեղի ունենա, չկա, այդ ամբողջը տեսնում ենք։ Մենք մեր դերերում, որտեղ մենք զբաղված ենք եղել, մենք մեր գործերի մեջ լրագրող, հասարակական գործիչ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մենք մեր առաքելությունն ենք արել այնպես, ինչպես կարողացել ենք։ Եվ շատ-շատերը մեզնից, այդ թվում ես, մտածել ենք, որ իշխանություն լինելը մեր բանը չէ։ Իշխանությանը ուղղություն տալ է պետք, գործողությունները դիտարկել, դիտողություններ անել, առաջարկություններ անել, նստել հետները մի սեղանի շուրջ, բացատրել ինչ պիտի անել, որ քաղաքը դուրս գա այս վիճակից, ինչ կարողացել ենք արել ենք։ Այդ բոլոր գործողությունները մենք անցել ենք 2004-5 թվականներից սկսած քաղաքապետարանին մեր խոր համոզմամբ լրջագույն առաջարկություններ ենք ներկայացրել քաղաքի իրավիճակը շտկելու, բարեփոխումներ բերելու հետ կապված։ Որևէ արձագանք ստացվել է այս տարիների ընթացքում։ Արձագանք ստացվել է շատ նեգատիվ, բացասական, մերժողական արձագանք։ Այսինքն, տեսեք, օրինակի համար հանրահայտ բան է, համայնքները Հայաստանում ֆինանսավորվում են երկու հիմնական աղբյուրներից։
Մեկը պետական դոտացիաներն են, կոնկրետ աշխատանքների դիմաց, մյուսը տեղական հարկուտուրքն է, եկամուտներն են, որոնք հավաքագրում է ցանկացած բոլոր համայնքները։ Բոլոր համայնքները հիմնականում հենվում են այս երկու փղերի վրա, այս երկու հսկաների վրա, կես-կես են, մոտ 40-ից 60%-ով աղբյուրներն են մոտավորապես։ 2004-ին մենք նախաձեռնեցինք մի խորհրդի նման մի բան, որը հետո կոչվեց Գյումրու հանրային խորհուրդ, որը իրավաբանական անձ չէ, հասարակական գործիչների մի համաժողով է։ Այդ թվում նաև ավականու անդամներ են մասնակցել, համայնքապետարանի աշխատակիցներ են մասնակցել մեր ժողովներին։ Այդ ժողովներից մեկի ժամանակ էր, որ մարզպետարանի, համայնքապետարանի եւ հասարակական գործիչների մասնակցությամբ վերջնականապես ընդունվեց, հաստատվեց Գյումրու անօթևան ընտանիքների թիվը, որի հիման վրա այնուհետև կառավարությունը ստիպված եղավ ծրագրեր մշակել, որպեսզի բնակարանաշինություն իրականացնի։ Ցավոք, թերի բնակարանաշինություն իրականացվեց եւ իրականացվում է թերի։ Մենք այդ տարիներին, օրինակ, առաջարկեցինք երևի 5 թվականներ, 2005-ն էր, քաղաքապետին եւ ավականու 15 անդամներին առաջարկել ենք քաղաքապետարանում ստեղծել այլընտրանքային եկամուտների բաժին, առնվազն 4-5 աշխատողով, բարձր աշխատավարձերով, 2-3-4 լեզու իմացող մարդկանցից, ինտերնետին փայլուն տիրապետող մարդիկ, հանրային կապերի եւ ֆոնդրայզինգի միջոցների հայթայթման մասնագետներ, աճեցնել, սարքել, այդ մարդիկը մի օրում չեն ծնվում, բարձր աշխատավարձով, խոստացանք որոշակի տեխնիկական աջակցություն, համակարգիչներ, կահույք եւ այդ ամբողջը գրավոր կա, հանձնել ենք մարդկանց։ Յուրաքանչյուրին առանձին նամակով ենք առաջարկել։ Այդ առաջարկը հնչեցրել ենք ավականու նիստերից մեկի թե երկուսի ժամանակ եւ այդ առաջարկները մերժվել են։ Հաստորեն ձեր ասվածը թույլ է տալիս ենթադրել, որ մեր համայնքում հավելյալ եկամուտներ պետք չեն։ Եղած գումարները բավարարում են բոլոր կարիքների։ Ոչ մի համայնքապետ եւ ոչ մի ավականու անդամ դեմ չի լինի, որ համայնքային իշխանությունը համայնքային բյուջե մտցնի լրացուցիչ եկամուտներ։ Ընդհանրապես ես ուզում եմ վերջակետ տնել այդ մտահոգություններին, թե հնչել է եւ հնչելու է, թե մենք լավ բան չենք արել, ով ասում չեք արել, ինչ որ արել եք, ձեր կարեցածն եք արել։ Այժմյան մեր նախաձեռնությունը գալիս է ավելին անելու։ Ինչ որ արել եք, փառք ու պատիվ ձեզ, շատ շնորհակալություն։ Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք տեսնում այդ հեռանկարը քաղաքի զարգացման։ Ես վստահ եմ, պնդում եմ հիմա էլ, եթե համայնքապետարանում նման բաժին լիներ կամ հիմա լինի 4-5 հոգուց եկամուտների, այլընտրանքային եկամուտների բաժին, ոչ թե տեղական եկամուտների, ինչպիսին կա, դրա մասին չէ խոսքը, լինի գործունակ, նախաձեռնող ավականու թիմ, որոնք սկսեն աշխարհի 30-ով մեկ միջոցների ներգրավման արշավ ծավալել։ Զանազան տոնոր կազմակերպություններն են, Սփյուռքն են, Քույր, Եղբայր, Հորողբորդ տղաքաղաքներ կան, չգիտեմ ինչեր կան, հա, ոչ թե մի հատ խաչքարն իրանց նվեր տանք, մի հատ շոկոլադել իրենցից նվեր ստանանք։ Այս մասին չէ խոսքը։ Լրջագույն համագործակցության իրական հնարավորություններ կան, այդ ամբողջը մենք տեսնում ենք, գիտենք, մենք հիմնարկներ ենք աճեցրել, մենք աշխատատեղեր ենք ստեղծել, մենք շատ լավ գիտենք ինչպես կարելի է դա անել եւ երբեք չենք ուզեցել լինել իշխանություն։ Ոչ անցած ընտրությունների ժամանակ, ոչ այն նախորդներին, ոչ երբեք։ Մեր միջից մարդիկ կան, որոնք ավականու տեխնացուներ են եղել, ինչ կա որ թե դա ինչ-որ մեկի արտոնությունն է, մարդիկ կան, որ պիտի իրավունք ունենան ավականու տեխնացու լինել, ուրիշներին չի կարելի։ Նկատենք, որ այդ պաշտոն ասվածը ժառանգական բնույթ չի կրում։ Գիտեք, աշխարհի շատ երկրներում ժառանգական բնույթ կրում է։ Թերևս մեր օրենսդրությամբ ինչ այսօր։ Օրենսդրությամբ չի կրում իհարկե, բայց ավանդույթներով կրում է ցավոք։ Արդեն տեսնում ենք, որ մենք դա կրում է տարբեր համայնքների օրինակով, տարբեր իշխանավորների օրինակով, մենք տեսնում ենք, որ դա կա։ Միտքս ավարտեմ, մենք վստահ ենք, որ այդպիսի մի եկամուտների, այլընտրանքային եկամուտների բաժին ունենալու եւ հետեւողականորեն աշխատելու դեպքում 4 տարի հետո համայնքային եկամուտները եղածի վրա, համայնքային բյուջեն կարող է աճել 30-40%-ով։ Հիմա մեր համայնքային հայտարարություն է։ Դա նոր չենք անում մենք այդ հայտարարությունը։ 2005 թվականին դա ասվել է ավականու նիստի ժամանակ 15 ավականու անդամներին եւ քաղաքապետին ասվել է դա մարդիկ գցել բռնել են, կարճ են գցել բռնել, երկար չեն գցել։ Գտել են որ չէ դրա կարիքը չկա։ Հիմա չկա, մենք հո զորով այդ մարդկան ոնց ենք գնում քաղաքապետարանում այլընտրանքային եկամուտների բաժին բացում, ինչպես ենք, անհնարին է դա անել։ Պետք է իշխանություն լինես, որպեսզի դա այդ փոփոխությունը անես։ Իսկ դրա կարիքը կա թե չկա ընդհանրապես։ Կարիք կա, որ քաղաքը ունենա ոչ թե 90 միլիոն դոլարանոց բյուջե, 3-4 միլիարդ դրամանոց բյուջե, այլ ունենա, ասենք 5 միլիարդ դրամանոց բյուջե, հետո ունենա 10 միլիարդ դրամանոց բյուջե։ Իսկ յուրաքանչյուր քաղաքացի այդ հարցի պատասխանը կգտնի, եթե ընդհանրապես դուրս կա փողոց։ Հասարակ բան է, այո, դրա կարիքը կա։
Ինչպես անել, որ աճեն այդ, հասկացանք, տարածքները, ֆոնդային հնարավորությունները բարբերաբար օրենքի նախատեսված շրջանակներում դրանք իրացվում են, ինչ-որ փողեր են մտնում բյուջե, վարչական բյուջեն ցավոք ավելի մեծ է, քան ֆոնդային բյուջեն է, եւ այդպես մինչեւ ուր ասենք հա դե լավ, մոտավորապես վերջի 4 տարիների բյուջեի վայրիվերումները 3.1 միլիարդից մինչև 3.7-8 միլիարդ է եղել, իջել է, հիմա նորից բարձրացավ 3.4-5 միլիարդ, 3.5 միլիարդ դրամ ասենք թե, հա, 90 միլիոն դոլարի կարգի թիվ ասենք։ Էդ է Գյումրի քաղաքի զորությունը, փառքը, Վաղեմի հայրաքաղաքը, то չգիտեմ ինչը, էդ է, ես չեմ կարծում որ դա է։ Առանց Վասյուկիների, առանց հեքիաթային բաների, Էֆելյան աշտարակների եւ կասմադրոմների վստահ եմ, որ Գյումրի քաղաքի բյուջեն պետք է լինի, չգիտեմ, 100 միլիարդ դրամ։ Թող ասեն հեքիաթային է, բայց մենք տեսնում ենք իրական ճանապարհները թիվը աճեցնելու համար։ Ես չեմ խոսում միայն քաղաքային սֆերայի, պատրաստ է նաեւ ներկայացնել ուղիները թե ինչպես։ Անպայման, մեր թիմը, որում դեռ ավականու տեխնացուներ չկան, սա մի մեծ թիմ է, 70-80 հոկանոց թիմ է, որը մշակում է այս առաջիկա մեկ ամսվա ընթացքում մշակելու է, դուրս է բերելու, պարզաճռելու է քաղաքի զարգացման առաջիկա 4 տարիների ծրագիրը, թիմային ծրագիր է լինելու։ Փորձեք հիշել ավականու տեխնացուների ծրագրերը անցած ընտրությունների ժամանակ։ 2-3 տեխնացու Թումասյան Վահանի, Ղարիբ Հարությունյանի ծրագրերն էին, որ ծրագրեր էին նման։ Գուցե ես ինչ-որ բան լավ չեմ հիշում, ներողություն եմ խնդրում մյուս տեխնացուներից, բայց Պապիկը Թորնիկի ձեռը բռնած քաղաքի սիրուն տեսարանի ֆոնի վրա ես սիրում եմ իմ քաղաքը կարգի քարոզչությունը, այս քաղաքին ոչինչ չի տալիս։ Մենք մշակում ենք, կիսով չափ մշակված է արդեն, եւ ավարտին ենք հասցնելու մինչեւ պաշտոնական քարոզարշավը քաղաքի զարգացման 4 տարվա շատ իրատեսական ծրագիր, այնպես որ դա հասկանալի լինի 9-րդ, 10-րդ դասարանցուն, այնտեղ խրթին բառեր չեն լինելու եւ դա իրատեսական լինի։ Անշուշտ կան բաներ, ներողություն, քաղաքի խնդիրների մեջ, որ կարող է լուծել միայն ավականին։ Կան բաներ, որ ավականին լուծելու համար կարիք ունի նաեւ պետական ինչ-ինչ ատյանների, գուցե այլ համայնքների հետ համագործակցության կարիքը։ Մենք դա կհատկանշենք եւ կառանձնացնենք, որպեսզի ընտրողը տեսնի, հասկանա, որ հա, սա ավականու նստավայր ունենալը։ Ժողովուրդ ջան, 10 քանի տարի մենք սա ասում ենք։ Դա Լևոն Պարսեղյանի երազանքը չէ, դա օրենքի մեջ դու մի ասա տեղական ինքնակառավարման մասին օրենքի մեջ գրած է, որ ավականին նստավայր ունենա։ Համայնքներ, որտեղ կան այդ նստավայրերը։ Ինչ եք ասում, այմար Գյումրի քաղաքը չունի։ Մի քանի անգամ բանավոր ասել եմ ախպեր ասպարեզ ագումբից եկեք 2 սենյակ մենք տրամադրում ենք։ Համայնքապետը թող սահմանի որպես ավականու նստավայր եկեք օգտագործեք մինչև կունենաք ձերը։ Հիմա չունի այդ ավականին նստավայր։ Բանել որ ասում ես, ասում է ավականուն գտնելու ձևը գիտեն։ Ավականի որ ասում ենք, մենք ավականու անդամին ի նկատի չունենք։ Մենք ունենք ի նկատի ունենք ավականու հավաքականությունը։ Ավականու յուրաքանչյուր անդամի հետ առանձին խոսելու բան չունենք մենք։ Մենք խոսում քննադատում ենք ավականու հավաքական пассивությունը։ Որպես քաղաքական ինստիտուտ։ Վերջի 14 ամսում Գյումրու ավականին նիստեր է գումարել բացառապես 8 հոգով։ 9 հոգով ավականու նիստ չկա անցած տարվա մայիսից սկսած։ Ունեցած տեղեկությունների համաձայն ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած նիստին 10 ավականու անդամ եղել է։ Որի մասին մեզ նորից չեն տեղեկացրել, թեպետ մենք ամեն շաբաթ զանգում հարցնում ենք։ Ավականու նիստերի մասին իրազեկումը օրենքով սահմանված է, որ համայնքապետը անում է ավականու ներկայացվեն օրակարգում դրված հարցերը։ Ավականու նիստից 7 օր առաջ համայնքապետը օրենքի մեջ է գրած, իմ ասելով չէ, պիտի քաղաքի բոլոր թաղամասերում ներողություն 2000 հոգուն մեկտեղ ընկնող քանակությամբ ցուցանակ շարի։ Այսինքն քաղաքում պիտի լինի մոտավորապես 70 ցուցանակ, որտեղ մարդիկ 7 օր առաջ իմանան, որ այսինչ օր, այսինչ տեղում, այսինչ օրակարգով ավականու նիստ է տեղի ունենում։ Մարդկա հետաքրքրված է գնա ներկա գտնվի կամ գնա իր ավականու անդամին գտնի, մի երկու բան ունի ասելու, թող փոխանցի եւ այլն։ Բացարձակ գաղտնիության մթնոլորտում են կազմակերպվում ավականու նիստերը։ Բյուջեի հաստատման նիստը տարեսկզբի այդ մեկն է, որ իրազեկում են։ Իրենք շատ լավ գիտեն, որ խախտում են օրենքը։ Գործադիր իշխանությունը հասկացանք, ավականու անդամներն էլ գիտեն, որ օրենքը խախտվում է։ Բայց այն հանեք տղեկ։ Ավականու 15 անդամներից 8-ը վերջի թիմի մասին է խոսքը։ Անցած 3 տարիների ընթացքում բացակայել են 1 տարվա ընթացքում տեղի ունեցած նիստերի կեսից ավելիից։ Օրենքով ըստ օրենքի Ինչը ըստ օրենքի, ինչին ըստ օրենքի պիտի հետևեր այդ ավականու անդամների լիազորությունների դադարեցում։ Աստված իրենց հետ, ես չեմ ուզում շատ խորանալ այդ ուղղությամբ, հա, մեկ բառով ուղղակի մենք արձանագրել ենք այսօր մեր հռչակագրում, որ քաղաքը կառավարվել է առանց հանրային մասնակցության։
Չենք ասում, թե 120,000 հոգին պետք է որոշում կայացնի, բոլորովին։ Ընտրել են լավից վադից, կեղծիկով, առանց կեղծիկ, արդար, անազնիվ, ազնիվ։ Ախպեր կառավարում եք քաղաքը, հանրությանը տեղյակ պահեք։ Տեղյակ պահեք։ Ասեք, այսպես է, այս ինչ հարցը, ժողովուրդ, ինչ կարծիքի եք, այս ինչ բանը անենք, չանենք կամ ինչ դարդեր ունեք։ Ես չեմ հիշում, քաղաքը ունի ռազմավարական զարգացման պլան 15-20-25 երկարաժամկետ զարգացման հեռանկար չունի։ Մարդիկ, գործարարները, ներդրում անողները տեղյակ չեն, թե ինչպիսին է լինելու քաղաքը համայնքի ավականու գծագրած հեռանկարով 20 տարի հետո։ Իմանան ստեղ ինչ են անելու, ծովապ է լինելու, կասմադրոմ է լինելու, ինչ է լինելու, ըստ այդմ ներդրում անեն, կան կամ չկան եւ այլն եւ այլն։ Պարոն Բարսեղյան, կարող ենք այդ ամենն ունենալ, եթե ունենանք նոր ձևաչափի, նոր բովանդակային ավականու անդամներ։ Տեսեք։ Այսինքն, եթե այս դեպքում Գյումրում ավականու անդամների թիվը սահմանվում է 21, ինչ քանակությամբ պետք է ներգրավվածություն ունենան քաղաքացիական հասարակության մեջ, որպեսզի այդ փոփոխությունները լինեն ոչ միայն տեսանելի, այլ նաև շոշափելի որոշակիորեն։ Ընդհանրապես, եթե ձայն բազմացի բանաձևով մոտենանք, ինչքան շատ մարդ ներգրավվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության, քարոզարշավի, ընտրապայքարի, թեկնածուներին սատարելու թիմերի մեջ, այնքան լավ։ Իսկ երբ որ հանրության մի մասը իրեն կտրում հեռացնում է, ասում է ախպեր, ցուգը գլխից հոդած է, իմաստ չունի, մի գնացել եք, դուք էլ պիտի կեղդոտվեք, ձեզ ինչ պետք է, Լևոն ջան, քեզ չի սազում, Վահան ջան, քեզ ինչ պետք է, այ ախպեր ջան, ամեն մեկը ձերքով մենք գտել ենք, որ իսկապես մենք մեր գործը ունենք եւ նոր չպիտի էլի ինչ-որ մի աշխատանք ճարենք, ենել ավականու պաշտոնում։ Սա մեր հաշվարկներով վերջին շանսն է, որ մենք մեզ ենք տալիս եւ քաղաքացիներին ասում ենք, որ կլինի թիմ, 10 հոգի կլինի, 12 կլինի, 15 կլինի տեխնացուների թիմ այս նախաձեռնության կողմից։ Ահա մեր ծրագիրը, ահա մենք չենք եղել մենք իշխանություն, կոռուպցիոն եւ հանցագործ կառավարումների հետ կապ չենք ունեցել, ընտրակաշարք, մեգելը, զառուզղքում, բան սրանց հետ գործ չենք ունեցել, մեր գործի մեջ համեստ ներդրումն ու հաջողություններն ենք ունեցել, սա էլ մեր ծրագիրն է, ժողովուրդ, կարդացեք, տեսեք, իրատեսական է, որ ավականին նստի իր համար որոշի իր նստավայրը։ Թե սա ֆանտաստիկայի ոլորտից է, Վասյուկի է, հեքիաթ է սա, ինչ է, ինչու է դա հնարավոր այսինչ համայնքում, Դիլիջանում դա հնարավոր է, Գյումրի քաղաքում հնարավոր չէ որ ավականին նստավայր ունենա։ Ծաղրում եք մեզ, հերիք չէ նվաստացնեք այս քաղաքը։ Ավականու հարգելի անդամներ, ասենք, մինչև հիմի մտքներից չի անցել, ասել ախպեր մեզ մի հատ նստավայր մոգոնեք, նստենք աշխատենք, լավ, 15 հոգի էիք, մարդամի $10 տնեիք, գրասենյակ վարձեիք, ասեիք էս է մեր նստավայրը։ Չէ, կարիք չունեք դուք դրան։ 10 հոգի է մասնակցել 3, 12 ասում եք, որ 14 ամսվա ընթացքում մասնակցել են ավականու նիստերին բացառապես 8 հոգի, 7 հոգի չի մասնակցել նիստերին։ Մարդիկ կան, որոնք տարիներով չեն մասնակցել։ Բայ գործող անդամներ, որոնք որ բարեխիղճ են, 3 հոգի կան, որոնք գրեթե բոլոր նիստերին մասնակցել են։ Փառք ու պատիվ իրենց։ Ախպեր ջան, բառաչարգեիք այդ մարդկանց լիազորությունները դադարեցնեին։ Ձեզ պետք է 15 հոկանոց քվորում, դարձնեիք 11 հոկանոց, քվորումը կպագասեր, նորմալ կաշխատեիք։ Մի 15 հոգուց զորով կպցնում 8 հոգի եք սարքում, ամեն շաբաթ, ամեն երկու շաբթի զանգել են մեր լրագրողները Բորիս Ալեքսանովին, հարցրել են պարոն Ալեքսանով, այս շաբաթ ավականու նիստեր կան, թե չկան, չկան։ Մենք եւս ասեմ, որպես լրատվամիջոց ծանուցված չենք եղել, ավականու նիստի կայացումից հետո ընդամենը իմացել ենք, որ նիստ եղել է։ Այո, չեն ուզում։ Մի տեսեք, եթե աշխատակազմի քարտուղարը չի տիրապետում նիստերի անցկացման ժամանակացույցին, 7 օր առաջ պիտի տեղյակ լիներ, եթե երկուշաբթի հարցնում ես, այդ շաբաթվա նիստի մասին պիտի լինի։ Ուրեմն հունվարից մինչև մայիս հարցրել ենք, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում։ Եվ մեր թերթի մեջ ամեն երկուշաբթի տպվել է, որ Բորիս Ալեքսանովը այսօր ասաց, որ այս շաբաթ նիստ չի լինելու։ Մայիսի ինչ որ մի օր զանգում են մերոնք, ասում է նիստերն եղել են, արձանագրությունները դրած է քաղաքապետարանի կայքում, բացում նայում ենք 4-5 հատ նիստ է եղել։ Այ ախպեր ջան, բայց ո՞նց են այդ նիստերն եղել, որ դու տեղյակ չէիր։ Այս տեսական պատասխանատվություն, այս տեսակ ցինիզմ քաղաքացիների նկատմամբ չեք կարողանում նիստերը կազմակերպել։ Դրեք հրապարակեք այդ ավականու անդամների անունները, որոնք նիստերին չեն գնում։ Չեք հրապարակում, մենք ենք բացել հրապարակել։ Դրեք ավականու նիստերը ինտերնետ հեռարձակեք, on-line։ Ամբողջ տեխնիկան մենք տալիս ենք, մենք ասել ենք 100 անգամ առաջարկել ենք։ Չէ, իրենք պետք չեն։ Ուրեմն նայեք, իրենք թափանցիկ կառավարման կողմնակից չեն։ Հրապարակայնության կողմնակից չեն։ Հանրությանը մասնակից դարձնելու քաղաքի կյանքի կարևոր որոշումներին նախաձեռնող չեն։ Ընթացիկ խնդիրներ ծագել են, լուծում են այդ խնդիրները, փորձում են լուծել։ Շատ նման է փողոցի կարկատանային եւ հիմնանորոգմանը, ասֆալտի կարկատանային նորոգմանը եւ հիմնանորոգմանը։
ախպեր մեզ այդ կարգադանները հերիք եղավ էլի, փողոցի համար չեմ ասում։ Ես միայն փողոցի համար չեմ ասում, ընդհանրապես քաղաքային կյանքի մասին է խոսքը։ Բավական է կարգադաններով հարցը առաջ մի կետային ինչ-որ հարց դուզեք։ Պողոսը պիտի գա Երևանից, տանենք այս ճամպեն շինենք, բանցի կկաբենք վրենք, ակտրե անցնի երթա։ Մեզ հիմնանորոգում է պետք։ Համակարգային լուծումը, ինչը շատ դժվար բան է, ես շատ լավ գիտեմ, որ դժվար բան է, եւ հազիվ 4 տարում հնարավոր լինի այդ խայտարակ ուրեմն պոչերը մաքրել, ինչ տեղի ունեցա անցած տեղական ինքնակառավարման 16 տարիների համար։ Պարոն Բարսեղյան, խոսելով ավականու դերի մասին եւ այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը միտված է նոր ավականու ունենալու գաղափարին, ինչ եք կարծում, ավականու անդամների փոփոխությունը բավարար կլինի, չէ՞ որ մեր քաղաքում կարծես թե ինչ-որ միապետական մոդել է զարգանում։ Այո, հիմա տեսեք ինչ սխեմա կա, մենք այնպես բան չենք էլի, շախմատից էլ ահագին գիտելիքներ ունենք։ Ուրեմն մեր նախաձեռնությունը բացարձակ նոր բան է հայաստանյան իրականության համար։ Կրկնում եմ, ոչ ոք երբևէ այսպիսի թիմային նախաձեռնություն չի ունեցել իշխանության գալու, կուսակցականներ չլինելով։ Մեր թիմում կուսակցականներ չկան օրինակ։ Հիմա նայեք, մեր այս նախաձեռնությունը սկսում է մտահոգել քաղաքապետի հնարավոր բոլոր տեխնացուներին։ Ավանդաբար Հայաստանում ավականին գտնվում է քաղաքապետի կամ համայնքապետի, գյուղապետի տիրապետող ազդեցության տակ։ Ինքը ինչպես բերեց նախագիծը, այնպես դա հաստատվում է եւ այլն։ Օրենքով հակառակն է, ավականին է որոշում ամեն ինչ եւ պիտի համայնքապետն իր աշխատակազմով լինի ենթակա։ Հիմա եթե բերվում է այս տեսակ փոփոխությունը, մեր թիմը կուլ գնացող, ասենք, հա, սիմուշկի պես չրտվող ինչ որ բան չէ, թիմ չէ, էլի։ Ինքը չի կարող կուլ գնալ նստել այնտեղ ինչ ավականու որոշում տենտան, ինքը ասի հա դե լավ կողմ եմ, նիստին էլ չեմ եղել, լավ դե տվեք ստորագրեմ մեր տան։ Վստահ եք ձեր թիմի անդամներին։ Չեմ փորձի հատ-հատ կոտրել։ Ներողություն, իհարկե կփորձեն ահաբեկի էլ ինչ որ կփորձեն ազդել բաման, բայց արդեն այդ ժամանակն անցել է, հասկացել են, որ դա հնարավոր չէ։ Փորձել են երկխոսել եւ այլն։ Հիմա ես տեղյակ եմ, որ քաղաքապետի հնարավոր տեխնացուներ, ոչ բոլորը իհարկե, փորձում են ինչ-որ հաշտ համերաշխ հարաբերություններ կառուցել մեր նախաձեռնության հետ, հասկանալով, որ վաղը չեմ ուսորի, եթե իրենցից մեկը հաղթեց, որպես քաղաքապետ, այս թիմից որևէ մի քանի անդամներ հաղթեցին, 5 հոգի, 10 հոգի, 12 հոգի, կեսից ավելին եթե եղավ, ընդհանրապես իրավիճակը կփոխվի։ Ավականին է որոշելու եւ թելադրելու ինչը ինչպես է լինելու այս քաղաքում։ Քաղաքապետը ով էլ լինի հաջորդը, ինքը չի որոշելու ինչը ինչպես է լինելու։ Միանգամից նշեմ ու բոլորին զգուշացնեմ, այս մեր նախաձեռնությունը չունի քաղաքապետի տեխնացու, չի առաջադրելու տեխնացու եւ չի պաշտպանելու որևէ տեխնացուի տեխնացությունը, հա, այսպես ասեմ։ Բացառությամբ մեկ հնարավոր տեխնիկական դեպքի, ինչը չենք բացառում։ Խոսքն այն մասին է, որ եթե հանկարծ ստացվի այնպես, որ մեկ քաղաքապետի տեխնացու լինի, չհաշված իր հետքից երկրորդ ինչ-որ մեկը, որը նույն թիմից է լինելու, օրենքը պահանջում է, որ մեկ տեխնացու չառաջադրվի, հա, այս մի դեպքում հնարավոր է, որ մեր թիմը քաղաքապետի տեխնացու առաջ տա։ Իր միջից մեկին կոպիտ ասած զոհաբերի, հա, ասի ախպեր գնա եւ ընտրապայ, որտեվ մեզ չի սազում, որ քաղաքը հանգարց մեկ տեխնացուով քաղաքապետի ընտրություններ կատարի։ Մեզ այս մի տեսական հնարավորությունն է, որ այս թիմը կարող է քաղաքապետի տեխնացուն առաջ տալ։ Իրադարձությունները ու դեպքերի զարգացումները ձեր ասածը բացառում են։ Այսօր բացառում են, ոչ ոք չգիտի թե վաղը ինչ կլինի, հա։ Վաղը կարող է իրար ախպեր, քուր, հարս, փեսա, ինչ է անում, խնամի դառնան, հա, մեկ էլ որոշեն, որ չէ, դե լավ մի տեխնացուն ճիշտն է այս քաղաքի համար, կամ Խազեինը Երևանից այդպես որոշի եւ ասի, չէ, տղեկ, տեղ ուրեմն ոնց տբշտվում եք, չեք տբշտվում, բանը կարող է երրորդը անցնի, արեք կեղնի դուք յոլա գնացեք իրար հետ, պայմանավորվեք, մեկը ջոջ, մեկը բան տեղակալ եւ այլն, մոտավորապես, հա, այս ձևի չխորանանք դրա մեջ։ Ասելիքս այն է, որ մեր նախաձեռնությունը ավականու գերակայության սահմանման նախաձեռնություն է, որպես միջոց։ Ավականու մանդատ ունենալը մեր մանկական երազանքը չի եղել, էլի, հա, մենք այդպիսի բաներ չենք երազել։ Մենք ուզում ենք, որ լինի մի այնպիսի գործիք, այդ գործիքը կա, օրենքով սահմանված է։ Մենք ուզում ենք, որ այդ գործիքը լինի քաղաքում տիրապետող քաղաքի զարգացման արմատական համակարգային փոփոխություններ բերող գործիք։ Ասելով արմատական եւ համակարգային, դուք այս դեպքում իսպառ բացառում եք, որ ներկայիս ավականու անդամներից մարդիկ ներգրաված կլինեն ձեր թիմում։ Բացարձակ չեմ բացառում։ Ես ուրեմն այս մեր թիմի շնորհակալություն հարցի համար։ Թիմի նախաձեռնության ակունքներից ամբողջը եղել է հրապարակային։ Ինտերնետ, հեռուստատեսային հայտարարություններ, թերթային հրապարակումներ, բաց ժողովներ են։ Հենց հիմա ասում եմ, վաղը, շաբաթ օրը ժամը 14-ին Շիրակ կենտրոնի գրասենյակում մեր հերթական ժողովն է լինելու։ Մեր ժողովները լինում են մեր անդամների տարբեր անդամների գրասենյակներում, այդպես շրջում ենք, հա, մեկ տեղում չեն լինում։
բաց են այդ ժողովները, բաց են եղել եւ բաց են լինելու։ Փակ ժողովներ չունենք։ Շուտով կսկսենք այդ ամբողջ ինտերնետ հեռարձակել։ Ուրեմն բոլոր նրանք, ում սիրտը տաք է այս գաղափարի շուրջ, կլինեն գործող ավականու անդամներ, կլինեն նախորդ ավականու անդամներ, չգիտեմ, մարդիկ, որոնք բան ունեն ասելու, մասնակցելու, բողոքելու, դժգոհելու, քարը քարի վրա տնելու, ինչ որ գաղափարներ են ունեցել, չի իրականացվել, կուզենան միանալ, միավորվել։ Ախպեր, եկեք մասնակցեք։ Այսինքն ձեր պայքարը անհատի դեմ չէ։ Դո չէ, մենք անհատների դեմ մեր պայքարը ուրիշ ձև է, մենք այդ պայքարը արել ենք, անում ենք եւ անելու ենք, հա, դրա համար ուրիշ գործիքներ կան։ Մեր այս խոսակցությունը, նախաձեռնությունը կռիվը ոչ թե ավականու դեմ է, ոչ թե քաղաքապետի դեմ է, ոչ թե տեղակալների դեմ է, մեր պայքարը քաղաքի բարօրության համար է։ Հիմա այդ համարի մեջ ով չի դիմանում, տագն են գնում, հա, այս պայքարի, կներեք, մենք մեղավոր չենք ախպեր։ Այնպես չանեիք, որ մենք ստիպված լինեինք ավականու այս տեսակ նախաձեռնություն հանդես բերել։ Ասպարեզ ակումբը ունի 35 աշխատող։ 13 տարում ես, չգիտեմ, օրական 20 ժամ աշխատելով աճեցրել եմ այդ ակումբը իմ գործընկերների հետ, հա, թերթ եւ այլն եւ այլն։ Եվ ինձ համար հեշտ չէ այդ ակումբին ասել, թե ժողովուրդ ջան, գիտեք, արեք մի քիչ յոլա գնացեք, ես գնում եմ որոշ օրերի, որոշ ժամերի զբաղված եմ լինելու եւ ահագին ժամանակ եմ հատկացնելու, եթե ընդրվեմ ավականու անդամ, գնանք սկսենք փոխել։ Իսկ որ թիմի բոլոր անդամներն էլ բավականին զբաղված մարդիկ են։ Բոլորն ես օրինակը բերեցի ինձ վրա, որպեսզի ցույց տամ մնացածը։ Բոլորն էլ զբաղված են իրենց գործերի մեջ։ Պարապմարտ չկա, ժողովուրդ, գործազուրկ չկա մեր թիմի մեջ։ Այս մարդիկ բոլորն էլ զբաղված են։ Եվ ավականու աշխատանքը անվճար է։ Մենք ունենք կոդեքս մշակվող, արդեն ավարտում ենք, որում ասվում է, որ շահերի բախումը իսպառ պիտի բացառվի։ Ավականու անդամը մեր թիմից, որը ընտրվում է ավականու անդամ, իրավունք չի ունենալու ոչ իր մերձավորների, ոչ իր հիմնարկի համար որևէ պատվեր ստանալու քաղաքային բյուջեից։ Սա շահերի բախում է։ Այսինքն կոռուպցիոն ռիսկերից զերծ է։ Դե էլեմենտար բան է, ամբողջ աշխարհում հայտնագործություն չէ, ինչ որ ես ասում եմ։ Դե հայտնագործություն չէ, բայց իրականությունը չի համապատասխանում։ Հայաստանյան իրականության համար դա շատ տարօրինակ է, զարմանալի է, ոչ մի ավականու անդամ մեր թիմից չպիտի դառնա ավականու անդամ, որովհետեւ քաղաքապետարանի բյուջեից, քաղաքի բյուջեից իր համար պատվերներ ստանա։ Բարսեղյան, գիտեք ինչ չեմ հասկանում, իմ համար դժվար է ընկալել։ Հասարակական աշխատանք է անվարձահատույց, բայց առաջադրման համար, քարոզարշավ ծավալելու համար գումար են ծախսում մարդիկ, փող են բաժանում։ Պատմեմ, հա, ընդհանրապես։ Ընդհանրապես։ Դե գիտեք, տարբեր է, մարդիկ կան, որոնք բուհեր են ավարտում այդ դիպլոմը օժիտի մեջ ունենալու համար։ Լիքը այդպեսի սովետից եկած անհետեթ քաղաքենիական սովորություն է ունենալ, բայց համ փող են ծախսել, համ ժամանակ, համ կաշառք են տվել։ Տուն է պետք կգա։ Զաչոտը 5000, քննությունը 14, 13 եւ այլն, հա։ Այդ տեսակ ծախսեր արել են։ Երեխա է թող մանդատ ունենա, ինչ կեղնի որ ասենք, ինչի ուրիշ երեխան ունենա մանդատ։ Հատկապես նախորդ ընտրություններին շատ արդիական մոդել էր։ Հա, դե գիտեք, կոռուպցիոն ռիսկեր կան։ Մարդիկ կան, որոնք Հայաստանով մեկ ավականու կազմերում մարդիկ կան, որոնք ավականու անդամ են դարձել, որպեսզի համայնքի բյուջեից պատվեր ստանան։ Մենք այդ փիլիսոփայության տերը չենք։ Ծախսերի հետ կապված, հա, չգիտեմ, իրենց պիտի հարցնել։ Ընդհանրապես մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած բանավեճի։ Մենք պայմտնող տղեկ չենք, տղեկ, որ ասում եմ, շատ մարդ կա մեզ մոտ, էլի, հա։ Ցանկացած հրապարակային խոսակցության, ցանկացած մարդու կամ մարդկանց հետ քննարկելու քաղաքի խնդիրները, լուծման ուղիները, գուցե մենք մի բան սխալ ենք հասկանում, ախպեր ուղղություն տվեք մեզ։ Մյուս քաղաքապետի տեխնազուների մյուս այդ համակիր ավականու թիմերը, որոնք պետք է լինեն, հա, որտեղ ամեն տեխնազու, ես ասացի եւ չավարտեցի, ամենայն հավանականությամբ 5-10-15 հոգի, երևի 20 հոգի, պիտի իրենց համակիրների թիմերն ունենան։ Այս օրենքով կուսակցություններն էլ արդեն իրավունք ունեն իրենց տեխնազուներին առաջադրել։ Եվ գիտենք, որ այդպիսի կլինեն բնականաբար, հա, եւ արդյունքում, եթե այս մեր նախաձեռնությունը բերելու է քաղաքային ավականու որակի բարձրացում, ախպեր թող որ մենք կրվենք, բայց մամերցակիցները որակով ավելի լավը լինեն, մեզնից էլ լավը լինեն։ Ուրեմն մենք մեր առաքելությունը ինչ որ մասով կատարած կլինենք։ Ավականին կլինի ավելի նախաձեռնող, հանրային մասնակցություն կլինի եւ ավելի պատասխանատու կլինի։ Դուք հիշում եք ավականու անդամի հաշվետու ասուլիս։ 16 տարվա մեջ ավականու անդամի հաշվետու ասուլիս, ժողովուրդ ջան, 4 տարի եղել եմ ավականու անդամ, սա եմ արել, սա եմ արել, սա եմ արել, սա չեմ կարողացել անել։ Հիշում եք նման բան քաղաքի պատմության մեջ։ Թող կան խոսանք, որտեղ ուզում են, ինչպես ուզում են, բացատրենք, տեսնենք, հասկանանք։ Կրկնում եմ, սա քննադատություն է փաստերի հիման վրա եւ սա չէ մեր նպատակը։
կուզեն, թող կան այս նախաձեռնությանը մասնակցեն, կհոգնեն, կասեն ախպեր, սրանց այդ գլուխ չունենք, մենք մեր համար առաջադրվում ենք կամ մենք մեր համար չենք առաջադրվում այլևս, հերիք եղավ, բոլ եղավ, թող կան նայենք ինչ պետք է։ Ինչպես կկամենան, հա, մենք պատրաստ ենք քաղաքակիրթ պայքարի եւ անգամ ոչ քաղաքակիրթ պայքարի բոլոր մեթոդներին, բացառությամբ հանցագործությունները, ընտրակաշառք բաժանելը, դա չի լինելու բնականաբար մեր կողմից, ոչ մի կերպ չի խրախուսվելու եւ դիմելու ենք քաղաքացիներին, դիմելու ենք իրենց ողջախոհությանը, կոնկրետ բան ենք առաջարկելու, կոնկրետ իրատեսական ծրագրեր, որտեղ հեքիաթ է ասելու ենք ժողովուրդ, այս հարցը չենք կարող լուծել, կներեք, եթե չեք ընտրելու մեզ այն բանի համար, որ մենք այս խնդիրը չենք կարող կարգավորել, ախպեր մի ընտրեք։ Պատասխանատու եք այլ կերպ ասած ցանկացած գրված տողի։ Դե մեր գրածն է լինելու, այնտեղ չենք գրելու ես սիրում եմ իմ քաղաքը։ Չկա նման բան։ Քաղաքը սիրողը երբեք չի խոսում քաղաքը սիրելու մասին։ Շատ կոնկրետ գործողություններով տարիներ հետո մեկ էլ մարդիկ զգում են ասեն, այ մարդ, այս մարդը քաղաքի պատրիոտ էր, մենք չենք հասկացել։ Գլխի չէինք ընկել ժամանակին։ Եվ այլն։ Էս է մեր գաղափարաբանությունը, ինտոնացիան գուցե մի քիչ թանձր եղավ, որովհետեւ մեկի դեմ չարություն չունենք մենք, եւ գիտենք ավականու գործող անդամների էլ գիտենք, նախկին անդամների էլ գիտենք, ավականու անդամների լուսանգարը այն օրը 13 հոգու նայում եմ, կեսին ճանաչում եմ, այն մի կեսին անհնար է ճանաչ, չեմ կարող ճանաչել, ախպեր ջան, ներող կլինեք էլի, այս մարդկանց հասարակական կյանքում չենք տեսել։ Անձնական կյանքի մասին ոչ մի բան չունենք ասելու։ Փայլուն անձնավորություններ են, բոլորը անխտիր։ Չկա մեկը, որ ասենք, այս մարդը վատ մարդ է, չկա այդպիսի բան, վատ մարդ գոյություն չունի։ Ամեն մեկը ինչ կարողացել է այս քաղաքի համար, այդքան են կարող։ Ինքը կարողացել է չգալ ավականու նիստերին, ախպեր է դա իր ներդրումը քաղաքի զարգացման համար։ Ախպեր մանդատն ինչի ես վերցրել։ Տար այդ մանդատը հանձնել չպետք է կաս։ Զորով են տվել այդ մանդատը քեզի։ Ծախսերի հետ կապված մեր ծախսերը այնպես մի երևելի ծախսեր չեն լինելու։ Մենք ուսումնասիրել ենք ճիշտն ասած։ Գրավի գումարը 20,000 դրամից դարձվել է 100,000 դրամ, մերի պես քաղաքի համար 100,000 դրամ պարտադիր յուրաքանչյուրը եւ գովազդային այցելությունների, բենզինի այդ մնացած մանր-մունր բաները մարդա երևի թե 2-300,000 դրամի մեջ կտեղավորենք։ Խոսքը կարճ ասած, քարոզարշավի այս չարչարանքների մեջ լինելու է յուրաքանչյուրից երևի $1,000 չափ ծախս, բայց դա լինելու է շատ արդյունավետ ծախս։ Մեր թիմի յուրաքանչյուր անդամ մտնելու է որոշակի տուն։ Բոլոր դռները թակվելու են այս քաղաքում, բոլորը ստանալու են մեր թիմի թիմային քարոզչական նյութերը, տեքստերը, բուկլետները, բացատրությունները, բոլորը կրկնում եմ, բոլոր պաշտոնյաները, քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաների տներից սկսած վերջացրած իրավապահ համակարգի դուրը թագելու են քաղաքը, ասեն ախպեր էս է մեր քաղաքի պատկերացումը։ Ընտրություն լինելու է ոչ թե անհատի, այլ ծրագրի հույս ունենք, որ գյումրեցիները, Գյումրու քաղաքացիները, այսպես ասեմ, հա, գյումրեցիները չասեմ, տարբերությունը հետո կբացատրեմ։ Ուրեմն կկարողանան իսկապես, կկարողանանք իրենց համոզել, որ իրենք ընտրեն ոչ թե անձերի, այլ կոնկրետ ծրագրերի, ապա միայն անձերի միջև։ Կարողանան ջոգել տարբերությունը, կարողանան տեսնել այս իրատեսական է ախպեր, թե այս մարդը էլի հեքիաթ է պատմում, էլի։ Կարողանան այն տեխնազուներին, որոնք եղել են ու ոչինչ չեն արել նիստերից, թռել են, ասեն ախպեր, կներես այս անգամ ինչի ես ուզում տնել տեխնազությունը, դուրը դեգել է նիստերից բացակայելը, խառոշի եղնելու նշան է, հա, նիստերից բացակայելը, օլիգարխի եք ուզում նմանվել տղեկ, քաղաքը ձեզի ինչ, մենակ հրապարակն է, հա, հրապարակում վատ չէ ճիշտն ասած, բայց այդ հրապարակը քաղաքի չնչին մասն է կազմում։ Քաղաքում արված ներդրումների, տեղական ներդրումների տեսակարար կշիռը, որ ուսումնասիրում եք, կենտրոնի վրա այն մոտավորապես 70-ապատիկ ավելի է, քան մնացած քաղաքի ամբողջ տարածքում, տեղական ներդրումների մասին է խոսքը, մուշահանած, հա, անիթաղամասի շինարարությունը եւ այլն։ Անկեղծ ասած, բոլոր մեր ընդդիմախոսները եւ ամբողջ հանրությունը գիտե, թե մենք ինչեր գիտենք։ Ահռելի քանակությամբ տեղեկությունների ենք տիրապետում եւ քննադատելու ահռելի բան ունենք։ Եվ կարծում եմ դա է պատճառը, որ փորձում են այդ նախաձեռնության թիմի անդամների վրա, այսպես ասած, կոմպրոմատներ հավաքել։ Թող հավաքեն, թող կան հարցնեն, տանք մենք այդ կոմպրոմատները։ Մեր գլխավոր կոմպրոմատներն է, որ մինչև հիմա մեղավոր ենք, որ ավականու տեխնազություն չենք դրել, քաղաքային իշխանություն լինելու համար պայքար չենք մղել։ Մեր միակ հանցանք, զանցանքը քաղաքի մասով սա է։ Մնացած տեղերում իրենք ասելիք չունեն։ Թույլ տվեք հենց այս խոսքի վրա էլ եզրափակել, շնորհակալություն մասնակցության համար, հիշեցնեմ
մեր հեռուստադիտողներին, որ տաղավարումի զրուցակիցը Լևոն Բարսեղյանն էր, եւ նշեմ, որ հասարակությունը երբեմն մեղավորներին ներում է, երասկոտներին երբեք, երասկոտ մի եղեք, եղեք իրատես ու հետևեք իրականում շրջանակներում բացահայտվող նոր թեմաներին։ Կհանդիպենք։ Քաղաքը մերն է։